կայծով ով պետք է տա։ Փողոցային շարժում լինի, դուրս կգան փողոց։ Մաս չկա, որ Նիկոլ Փաշինյանի օրոք իրանք վերադառնան։ Որոշ մարդիկ ուղղակի մանդատ են ուզում, ուրիշ մարդիկ, չգիտեմ, մեկը փառք է ուզում, մյուսը սեր է ուզում, մյուսը քնքշանք, չգիտեմ։ Եվ մեր երկրում այլևս չկա քաղաքականության մեջ ներկայացված ԵՄ դեսպան, ինչպես Սվիտալսկին էր։ Հայրաքելական եկեղեցում կարող են ոչնչացնել հայերը։ 4 հանրապետությունը իմ համար էլ է լինելու խորտ եւ անհասկանալի մի բան է, չգիտեմ, այդտեղից տեղ կունենամ, թե չէ։ Ուզում եք ինձ զոհաբերեք, հա, անպայման։ Բարև ձեզ, դուք դիտում եք հարցեր կան հաղորդումը, այսօր հարցեր կան լրագրող Կարպիս Փաշյանին։ Ողջույն։ Ողջույն Լիլիթ։ Շնորհակալ եմ, որ այստեղ եք։ Ես առավել եւս։ Հայտնի է արդեն պարզ է վաղաշաբաթ խոշորացված համայնքի ընտրության արդյունքը։ Ընդդիմության տարբեր շրջանակների մոտ տարբեր տրամադրություններ են, հաղթեց ՔՊ-ն, բայց կարծում եմ ամենակարևոր իրողությունը, որի վրա արժե մեծ ուշադրություն սևեռել, մասնակցությունն է։ Ցածր մասնակցությունը 45.12%, այսինքն մեծամասնությունը չի մասնակցել։ ՔՊ-ն սա որակում է ջախջախիչ հաղթանակ։ Իրականում ՔՊ-ի համար հաղթանակ է այն, որ կարողանում են ապաթիայի մատնել հանրությանը, կարողանում են մասնակցության ցանկությունը փոքրացնել, քաղաքական process-ների հանդեպ հետաքրքրությունն ու հավատը փոքրացնել, բևեռացնել հանրությանը, գնալով մեծացնել այդ բևեռացումը։ Սա ՔՊ-ի համար հաղթանակ է, որովհետև այդ իրողության պայմաններում կարող են մնալ իշխանության, վերարտադրվել եւ հեշտորեն կառավարել այս process-ները։ Ընդդիմության համար համապետական ընտրություններից առաջ ամենակարևոր մարտահրավերը թերևս այդ անտարբեր մեծամասնությանը կամ հիասթափված մեծամասնությանը հասնելն է։ Այ ինչ գործիքակազմով, ինչ ճանապարհով ընդդիմությունը պիտի հասնի այդ մեծամասնությանը։ Հենց բարդ հարց եք տալիս եւս հարցերի հարցն է մեր իրականության վաղաշաբաթի հետ կապված շատ ճշգրիտ վերլուծություններ արել իմ գործընկեր Էդմոն Մարուկյան, թե ինչ գործիքակազմերի էին դիմել ԿՊԱ-ականները, որպեսզի այնտեղ հաղթանակ արձանագրեն։ Նախ Գյումրու ընտրությունները չարկատակ խաղացին ընդդիմության համար, իրանք մտածեցին, որ այդ մեխանիզմով կարող են այլ տեղերում էլ հաղթանակի հասնել, նաև համապետական ընտրություններում։ Իհարկե այդպես չի, եթե իրանք վերլուծություններ են անում, տիրապետում են սոցիոլոգիական տվյալների, Նիկոլ Փաշինյանը առավել եւս կարողանում է վերլուծություններ անել եւ տիրապետել սոցիոլոգիական տվյալների եւ դասեր էր քաղել, իրանք դասեր էին քաղել ԿՊԱ-ականները Գյումրու ընտրություններից եւ շարժվել են մի փոքր այլ ուղղությամբ, որպեսզի արդյունք արձանագրեն։ Նախ փոխել էին քարտեզը, 10-ից ավելի գյուղեր բերել միավորել էին, վարչական ռեսուրս եւ այլն, բայց էլի հիմա այս վաղաշաբաթի ընտրությունները կանխատեսումն են նրա, թե ինչ կարող է լինել համապետական ընտրություններում եւ եթե ընդդիմությունը, ընդդիմադիրները չկարողանան մարտահրավեր նետել, այս նույն պատկերը կրկնվելու է նաև համապետական ընտրություններում։ Եվ ինչ անել, անկեղծ ասած, ես դժվարանում եմ պատասխանել։ Սա ինձ թվում է այն գիտական հարցադրումներից է, որը կոլեկտիվ պատասխան է պահանջում։ Նախ կարծում եմ շատ տրիվիալ թող չհնչի, Էջմիածնի փորձը ցույց տվեց, որ ընդդիմության մասնատված ատոմիզացված մասնակցությունը ձայներ է փոշիացնում, չի աշխատում եւ անհրաժեշտ է լայն կոնսոլիդացիա ընդդիմության, որպեսզի ձայներ չփոշիանան։ Էսա ամենատրիվիալ, ամենապարզ պատասխանը է, որ ընդդիմադիրները էլեկտորատ ունեցող ընդդիմադիրները մի կողմ դնեն իրենց այդ մանր ինտրիգները, տեսնում ենք, չէ՞, Facebook-ում ինչ են անում, ինչ են խոսում եւ գնան համախմբման խոսքը մեխանիկական կծման չէ։ Եվ հիմա այստեղ մենք շատ կարիք ենք զգում խելացի եւ ճկուն ընդդիմության։ Իշխանությունը խելացի է եւ ճկուն։ Ընդդիմությունը ցավոք սրտի դանդաղաշարժ եւ ոչ միշտ խելացի։
Բայց հատկանշական է, որ հենց ընդդիմությունն է ամենաշատը մեղադրում իշխանությանը ոչ խելացի լինելու մեջ, հա։ Ինչ վերաբերում է ընդդիմությանը միասնաբար գործելուն, ես էլ այսօր անդրադարձել էի այդ հարցին, սովորաբար երբ հնչում է միասին գործելու կարևորության մասին հարցը, միանգամից հայտնվում են մարդիկ, որոնք արձանագրում են, որ այ մեկ համարով խաղալը իրականում այն է, ինչ Նիկոլ Փաշինյանը ուզում է, որովհետև այդպիսով դուք ամբողջությամբ թիրախ եք դառնում իշխանության համար, խոսքը մեկ համարով խաղալու մասին չէ, այլ միասնաբար խաղալու մասին է, միասնական կանոններով խաղալու մասին է, եւ այս ընտրությունը ցույց տվեց, որ երբ որ ընդդիմության թևերից մեկը թեկուզ կարողանում է լուրջ արդյունքի հասնել, եթե հետևից եկողները չեն կարողանում գոնե մոտ լինել այդ արդյունքին, ապա այդ առաջին տեղում հայտնված ընդդիմադիրի ձայները ցավոք որևէ էական արդյունքի չեն բերում, հաղթանակի չեն բերում։ Ոնց որ էշ միասնում։ Դե դրա մասին էր խոսքը։ Խոսքը նորից եմ ասում, մեխանիկական կծման մասին չի, այլ համագործակցության եւ ընդհանրապես մեկ հարցի պատասխանելու մեջ, էլի բուն խնդիրը։ Արդյոք բոլորը ուզում են հեռացնել Նիկոլ Փաշինյանին, որտեղ տարբեր մարդիկ տարբեր բաներ են ուզում։ Որոշ մարդիկ ուզում են իրենց էլեկտորալ ռեսուրսը օգտագործել որպես փոխանակման գործի, որոշ մարդիկ ուղղակի մանդատ են ուզում, ուրիշ մարդիկ, չգիտեմ, մեկը փառք է ուզում, մյուսը սեր է ուզում, մյուսը քնքշանք, չգիտեմ։ Եվ պետք է պատասխանել իսկապես պետք է մարտարավեր նետել իշխանությանը, թե չէ, որովհետև ելին ինչպես է Էդմոն Մարուքյանն է ասում, թե ինչպես են կեղծվում ընտրությունները։ Հիմա արդեն 21-րդ դարն է, տեխնոլոգիական աշխարհ, եւ այստեղ այդ նույն փորձառությունը չեն կարող տեսնել լցոնումներ, բռնություններ, վստահված անձանց առևանգումներ, չէ, հիմա ընտրությունները կեղծվում են միջև ընտրությունները։ Տեսեք, Նիկոլ Փաշինյանի ամենաառանցքային հակառակորդները ընտրություններից 5 պակաս չեզոքացված են։ Սամվել Կարապետյանը որտեղ է, բանտում է։ Երկու եպիսկոպոսները արքեպիսկոպոսները եւ մեկ եպիսկոպոս, մեկ Արագազոտի թեմի առաջնորդը քաղաքական հայտ չէր ներկայացրել, բայց Բագրատ Սրբազանը ներկայացրել էր, Աջապայանը կարող էր ներկայացնել եւ արժադրված վարշապետի տեխնացու էր։ Սա ինչ է, եթե ոչ ընտրության կեղծում, ամենաառանցքային հակառակորդները, որ կարող են մարտարավեր նետել, չկան։ Եվ հիմա եթե նորից ընդդիմությունը ասենց ատոմիզացված գնա 26 թվականի ընտրությունների, իսկ ով է բացառում, որ մեծ էլեկտորատ ունեցող ընդդիմադիրներից մեկը նորից չի չեզոքացվելու։ Կամ ով է բացառում, որ օրինակ Սամվել Կարապետյանի կողմնակիցներին չի արգելվի մասնակցել։ Ով է ասում։ Ամբողջ եւ աշխարհը ընդհանրապես ծպտուն չի հանի այդ հակադեմոկրատական քայլի վրա։ Կամ ով ասում, որ օրինակ ամենամեծ ընդդիմադիրները Ռոբերտ Քոչարյանն ու Սամվել Կարապետյանն են, չէ՞, մեր ձևովը։ Ֆավորինացից մեկը անկարգ չեզոքացվի։ Բանտ նստեցնեն։ Հակակոռուպցիոն գործընթացով կամ ապօրինի գույքի գործընթացով ցույց տան մասնակցել ընտրություններին։ Ձայները փոշիանալու են նորից եւ այստեղ ընդդիմությունը անելիքներ ունի եւ պետք է հասկանա թե որ ֆորմատով պետք է մասնակցեն, որ սա հնարավորություն սա իրականություն չդառնա այս սցենարը։ Այսինքն ի սկզբանե ժողովրդավարական ընտրությունները ասելով ինչ ենք հասկանում, մենակ գնալ քվեարկելը չի։ Դա բազմաշերտ եւ երկարատև process է, որտեղ պետքա բավարարվեն մի շարք հանգամանքներ։ Առաջին երկու ամենաառանցքային հանգամանքները որոնք են մասնակցություն եւ մրցակցություն։ Եվ հիմա տեսնում ենք, որ այս կամ այն իրավիճակում այս երկու իշուները ընտրական գործընթացի խաթարվում են կասկածի տակ են առնվում օգուտ իշխանության։ Իդեպ այդ ժողովրդավարական ընտրությունների փայլուն օրինակներ եվրոպական մի շարք երկրներում տեսնում ենք, այո։ Մարի Լեպենին արգելել են չգրանցել, արգելել, երկրից դուրս գտնվող քաղաքացիների քվեներով որոշել հաղթողին, հա։ Այսինքն որևէ բան չի խանգարում Նիկոլ Փաշինյանի իշխանությանը, ընդօրինակել են բոլոր տարբերակները, որոնք այս ընթացքում Եվրոպայում ընկալելի են դարձել եւ ընդունելի են դարձել։ Եվ Ալեպինքը վստահաբար չի արձագանքի։
Դրա նախադրյալները Եվ վաղուց եթե կան։ արձագանքելու լիներ, արդեն ես շատ կոշտ կարձագանքեր եւ մեր երկրում այլևս չկա քաղաքականության մեջ ներկայացված ԵՄ դեսպան, ինչպես Սվիտալսկին էր, որը խիստ կարձագանքեր, հիմա ուրիշ ժամանակներ են, ուրիշ բարքեր են եւ այլն։ Կարծես հետաքրքիր է, դուք վերջերս կարճ ժամանակ առաջ նշում եք, որ Հանձին եկեղեցու Փաշինյանը ընտրել է մահացու հակառակորդի։ Այսօր այդ նույն Փաշինյանը ասում է, որ այս ընտրության արդյունքը լիցք տվեց իշխանությանը իրենց եկեղեցու դեմ պայքարի գործընթացում առավել արդյունավետ գործելու։ Ես որոշ չափով վերափոխեցի իր ասածը, վերաձևակերպում, որովհետև այն ինչ ինքն ասում է, ես չեմ կարող կրկնել։ Հիմա ինչ է։ Լեզուն չի պատտվում։ Դե հա, ես կարծում եմ իմաստ չունի վերարտադրել իրենց տեքստերը, թեզերը, բառերը, դա այն է, ինչ իրենց պետք է։ Ինչ է կարծում, այդ լիցքը, որը այդպես գնահատում է Նիկոլ Փաշինյանը, կկարողանա թեժացնել եկեղեցու դեմ գործողությունները։ Գիտեք, ես չեմ ասել, որ չի հաղթի։ Ես ասել եմ, ուղղակի մահացու հակառակորդ է։ Գիտեք, հաճախ մենք հղում ենք անում պատմությանը, բերելով մեր անցյալի ծանրագույն իրավիճակները, երբ որ եկեղեցին դիմագրավել է տարբեր կայսրությունների, տարբեր տիրակալների, բռնապետությունների, հալածանքների է ենթարկվել եւ կարողացել է վերապրել։ Օրինակ են բերում չգիտեմ, արաբներին, մոնղոլներին, օսմաններին, ռուսական կայսրությանը, խորհրդային միությանը։ Ես այս պնդման հետ համաձայն չեմ։ Պնդում, որ խոսում է հոգուտ եկեղեցու անդադ հաղթելու կամ վերարտադրվելու ծանրագույն պայմաններում այս առանձնահատկություն, այս պնդմանը ես կողմնակից չեմ, որովհետև օտարները միգուցե չեն կարող վերացնել կամ կազմաքանդել կամ առերզրկել կամ ոչնչացնել հայ առաքելական եկեղեցին եւ միգուցե այդպիսի խնդիր չեն էլ դրել կամ ոչ միշտ են դրել։ Հայ առաքելական եկեղեցուն կարող են ոչնչացնել հայերը։ Եվ դա շատ հստակ է, որովհետեւ երբ որ մշակութային միջավայրից դուրս գտնվող ուժերն են մարտարավեր նետում որևէ կառույցի, այդ կառույցը կարող է ավելի արժևորվել, իր շուրջը մոբիլիզացիա, կոնսոլիդացիա ապահովել, բայց երբ որ կառույցի ներսում մշակութային կառույցը նկատի ունեմ, մարդիկ են սկսում դրա դեմ պայքարել, իսկ սա պայքար չի զուտ բռնության գործիքներով, սա պայքարը այլևս չհավաքալով այդ կառույցին։ Այդ կառույցը արժեզրկվում է մարդկանց աչքերում, առաջվա սեփազան սակրալ կարգավիճակը չունենում եւ ինքը աստիճանաբար կորցնում է իր արտիականությունը։ Այսպես հայ մարդը կարող է ոչնչացնել հայ առաքելական եկեղեցուն եւ հիմա դա էլ արվում է։ Մոնղոլները չունեն այդպիսի լծակներ, արժեզրկեին։ Սովետական միությունը չուներ։ Իսկ այս ինքնաոչնչացման ճանապարհին անվտանգության բարձիկը որը պիտի լինի, որ այդ բախման պահին կբացվի կամ ընդհանրապես ամենակարևորը որ բախման չհասնի էլ։ Դե էլի պատասխանը շատ տրիվիալ է, անհրաժեշտ է հեռացնել այս իշխանությանը։ Այս իշխանությանը անհրաժեշտ է հեռացնել, բայց սա չպետք է լինի զուտ հեռացումի ինչ-որ ակտ եւ հետո կարծել, որ ամեն ինչ լավ է լինելու։ Դրան պետք է նախորդի շատ ավելի բարդ աշխատանք, հասարակաշինական, այսպես խառախ ու ճիշտ բառ օգտագործեմ։ Հանրային կառույց նախագծող աշխատանք պետք է տավի, որովհետև մենք շատ փլուզված բարոյական արժեքային տեսանկյունից փլուզված վիճակում ենք եւ պետք է փորձենք վերականգնվել, շատ հարաբերություններ, հանրային հարաբերությունները վերարժևորենք, հասկանանք ինչ ենք կորցրել, ինչ ենք առհավետ կորցրել եւ ինչ ունենք, որ դեռևս կարող ենք պահպանել։ Այս բարդ աշխատանքը պետք է տարվի։ Դա
այդ աշխատանքը առավել բարդանում է, երբ ամենավերևում կանգնած մարդիկ հակառակին են նպաստում։ Տեսեք, դուք օրինակ ասում եք, որ մեր հանրության մեծամասնությունը եւ այս իշխանությունը ապրում են մեկ օրվա կտրվածքով, հայկական ժամանակի վերնագրերի տրամաբանությամբ։ Ակնհայտորեն այս իշխանության թիրախը մեր հանրային գիտակցությունն է, հիշողությունն է կոլեկտիվ, հավաքական հիշողությունն է, եւ դրան պետք է հակազդեին հավաքական ասված էլիտաները, քաղաքական էլիտաները, մտավորականները, բայց ինչ ենք մենք տեսնում, այդ նույն էլիտաները իրենք են սնուցում Նիկոլ Փաշինյանական հիշողությունը։ Շատ հաճախ այդ օրակարգերի դաշտում խաղալով, Փաշինյանի նարատիվները կրկնելով, օրակարգերը կրկնելով, մինչդեռ եթե դու չես կարողանում ազդեցություն ունենալ հանրային գիտակցության վրա, եթե չես կարողանում քո նարատիվը դրոշմել հանրային հիշողության մեջ, դու չես կարող այդ հանրությանը, այդ ժողովրդին այս կամ այն ընտրության, այս կամ այն քայլին մղել։ Իսկ դուք կարծում եք ինչա Նիկոլ Փաշինյանը պայքարում եկեղեցու դեմ, որտեղ միակ կառույցն է, որ ունի իր սեփական նարատիվը։ Իսկ դուք քանի որ փիլիսոփայություն եք կարդում, գիտեք, որ նարատիվը զուտ բառ չի, չէ՞։ Ինքը գործողությունների, իրողությունների բազմաշերտ համակարգ է։ Եվ եթե այդպիսի բարդ բան չլիներ, հեշտ կլիներ աշխատել այդ դաշտում։ Եվ այս եկեղեցու նարատիվը չի տեղավորվում 4-րդ հանրապետության նարատիվների մեջ։ Եւ անհրաժեշտ է դա փոխել։ Անհրաժեշտ է կազմաքանդել։ Ցավոք սրտի ընդդիմությունը չի կարողանում արտադրել դիսկուրսներ, խոսույթներ եւ ապրում է եւ գործում է Նիկոլ Փաշինյանի գծած սահմաններում։ Դեռևս չի ստացվում դուրս գալ այդ սահմաններից եւ այլընտրանքային իրականություն սահմանավորել։ Իսկ եկեղեցին իր ամբողջ խոսույթով, իր մտածողությամբ հակոտնյա է Փաշինյանական նարատիվներին, մտածողությանը, 4-րդ հանրապետության իրական Հայաստանին ընդհանրապես 4-րդ հանրապետությանը, չիրական Հայաստանին, ավելի ճիշտ չի այդպես։ Դե, տենց ասենք, դե իմ համար դա առնվազն եթե դրան գնաց խոսակցությունը ասեմ, ձեր ասած 4 հանրապետությունը իմ համար էլ է լինելու խորտ եւ անհասկանալի մի բան, ես չգիտեմ այդտեղից տեղ կունենամ թե չէ։ Մենք կլինենք այդ քաղաքացին այդ հանրապետության թե չէ։ Ես չգիտեմ, ես ինչ կարգավիճակով կարող եմ այնտեղ ապրել կամ կուզենամ ապրել, թե չէ այդպեսի, թե դա իրականություն դառնա։ Այս եկեղեցին կառույցը, որը մեր չվախենամ թվերը ասելուց, հարյուրամյակների, հազարամյակների այդ ամբողջ շերտերը կրող կամրջող կառույցը այն տեսել է ցեղասպանություն, այն տեսել է, ասեմ, սովետական միություն, ռուսական կայսրություն, տեսել է հայերի բռնագաղթը, տեսել է Ղարաբաղյան շարժումը, տեսել է անկախությունը, իսկ Նիկոլ Փաշինյանական խոսույթը հակոտնյա է այս ամեն ինչի հետ, չէ՞։ Եվ դրա համար իրանք չեն կարող միայն տարածություն ունել, կամ մեկը կամ մյուսը, պետք է փոխել։ Մենք մի տեսակ պարադոքսալ իրողությունների մեջ ենք, տեսեք, օրինակ, երբ որ հանրությանն ենք մեղադրում ապաթիայի եւ այլի մեջ, թեև դա դիագնոզ է, հետեւաբար պետք է բուժել, ոչ թե մեղադրել, անպայման պետք է հիշել էլիտաների մասին ու տպավորություն է ստեղծվում, որ այդ հավաքական ծուլությունը, որը մենք շատ հաճախ բացատրում ենք ապաթիայով, ոմանք ուղղակի արդարացնում են այդ ծուլությունը, այդ ծուլության այդ զգալի հետևանքները դարձյալ կրում է եկեղեցին։ Այդ ծուլության հետևանքով է, որ շատ հաճախ այդ նույն ընդդիմադիրները եկեղեցուց զուտ ընդդիմադիրի կեցվածք են պահանջում, մոռանալով, որ այդ ինստիտուտը շատ ավելի վեր ու բարձր է, քան պարզապես ընդդիմադիր լինելը, հա։ Այսինքն նաև որոշ իմաստով ծուլության մեջ է մեր հանրությունը եւ մեր էլիտաները առավելապես։ Տեսեք, մի շատ խորհրդանշական օրինակով երևի սա կարելի է փաստել, երբ Ալիևը Գիտությունների ազգային ակադեմիայում իրենց խոսեց Սևանի հանդեպ հավակնությունների մասին, ընդհանրապես նոր պահանջների մասին, ինչու արեց այդ կառույցում։ Դրանով նաև լրացուցիչ կերպով բարձրացրեց, չէ, այդ կառույցի արժեքը։ Հայաստանում ինչ են անում, այդ կառույցը նոր օրենսդրական կարգավորումով ՀԿ են դարձնում, այսինքն լուծարման ճանապարհն է էլի սա։
ու այդ ամենը արվում է ակադեմիկոսների լուր համաձայնությամբ։ Այդ մարդիկ անգամ իրենց սեփական շահի համար, չէ՞, դա առաջնորդին իրենց շահն է, պատրաստ չեն գլուխ դնել այս իշխանության հետ, բա ուր մնաց էլ ավելի բարձր արժեքների համար պայքարել, հա, այսինքն թեպետ այդ կառույցի համար պայքար ինքնին արժեքի համար պայքար է։ Հետևաբար այս իրականության մեջ այդ մարդիկ ուղղակի զբաղեցնելով էլիտայի մտավորականի հաստիկ անգործությամբ կամ հանցակցությամբ դադարեցնում են հանրության սնուցումը ու հանրությունը դառնում է ոչ կենսունակ օրգանիզմ։ Համաձայն եմ։ Գիտեք, բայց պետք է ինձ այդ մտավորական եզրույթի էլիտաների վերաբերյալ մեր պատկերացումները մի փոքր փոխենք։ Փոխում ենք։ Եվ փոխելով ինչ հասկանանք, որ սա 20-րդ դարի երկրորդ կեսը չի, եւ մենք չենք ապրում կամ 19-րդ դարը փիլիսոփաների բանավեճի իրականությունում, այլևս առաջ տանող ինտելեկտուալ մտավորական ուժերը լրագրողներն են, բլոգերներն են։ Ակադեմիկոսները միգուցե կամ սրճարաններում, կամ չգիտեմ իրենց օֆիսներում ծվարած փիլիսոփաները, գիտնականները եւ մնացել են արդեն անցյալ դարում։ Դու ես որոշում, թե ժամանակի մեջ ինչ տեղ ունենա։ Եթե իհարկե նրանք չեն որոշում տիրապետել են նույն գործիքներին, ինչ որ ես եւ դուք։ Հա, դու ինքդ ես որոշում, թե այդ ժամանակաշրջանում դու ինչ տեղ կունենաս։ Դա տեսեք 80 տարեկան ակադեմիկոսը արդեն ինչ խոսա, ինքը արդեն պետությունը դիտարկում է իր համար որպես բուժքույր։ Բայց մյուս կողմից էլ այդ Էդուարդ Լիմոնովին գիտեք, որ ասում են հասարակության, ինքն է ասում, հասարակության ամենարեակցիոն տարրն են ծերերը։ Իհարկե թողնիկներ են բոլոր մեծահասակները, որովհետև իրանք պետությանը դիտարկում են որպես բուժքույր, որը անդադ իրենց պետքա բուժի, խնամի եւ այլն, ու դրա համար իրանք կոնֆորմիստ են։ Լավ, կարպիս մեծահասակներին ենթադրենք հասկացանք մի փոքր կոմֆորտ էլ չէ իրենց մասին խոսելը, բա ավելի երիտասարդ գիտնականները, որոնք կան, հասցրել են կոչումներ ունենալ, գիտական աշխատանքներ գրել։ Շատ դժվար է։ Ինչ թվում է ծխում է, թմբիլը ծխում է։ Եվ կարող է տրակ պայթի ինչ որ մի օր տենց իրենց վրա բան խաչ չտնենք մի անգամից ասենք կոնֆորմիստ, բայց կպայթի եւ նպաստավոր պայմաններ չկան իսկապես։ Քաղաքականությունը, կուսակցությունները լայն շրջանակների համար արժեզրկված են եւ դրա համար դա մենք տեսանք Էջմիածնի ընտրություններում, որոնք ապա քաղաքական էին։ Մեխակյանի այդ պաստառի վրա ԿՊ բառը բացակայում էր։ Շատ հանգամանքներ կան, բայց նույնիսկ եմ ասում, ամեն ինչ կարող է շատ կարճ ժամանակում փոխվել, եթե նկատվի այդ կայծը։ Հիմա պետք է հասկանանք այդ կայծը ով պետք է տա եւ այդ առաջնորդող դերակատարությունը նույնիսկ եմ ասում, պետք չի ակնկալել, որ այդ սովետական նոմենկլատուրայի ոճով գործող մտավորականները մնացել են անցյալ դարում։ Ես չեմ կարծում, որ իրենցից ինչ որ ինտելեկտուալ կայծ կարող ենք ստանալ։ Այդ գործում դու կարևորեցիր լրագրողների դերը, պատահական չէ, որ համակարգված թիրախավորում են լրագրողների, լրատվամիջոցների, ժուրնալիստների միության շենքն է հիմա էլ հայտնվել թիրախում, պետականացնում են իբրև թե երբ որ մենք խոսում ենք կայծի մասին, այդ գործում լրագրողները իսկապես ունեն դեր։ Հիմա պատկերացնում ենք տարբեր մեթոդներով կարողանում են մեկուսացնել նաև լրագրողներին, այսինքն ինչա ստացվում մեր այս պետության մեջ կառուցվածքում իշխանություն, հասարակություն եւ այս իշխանության թունավոր քարոզչությունը ուղղակի առանց որևէ խոչընդոտի կերակրելու է մեր հասարակությանը եւ ընդհանրապես կայծի մասին խոսել հնարավոր չէ։ Երկարաժամկետ թունավորման ու դանդաղ մահի տանող գործընթաց է լինելու։ Այս դու որպես լրագրող
Պատրաստ ես այդ թիրախավորումներին, բռնաճնշումներին, Նարեկ Սամսոնյանի եւ Վազգեն Սաղաթելյանի դեպքը մենք տեսանք, այսինքն շատ հնարավոր է, որ հաջորդիվ մտնեք եթեր, ինչ որ բառ ասեք եւ շատ հանգիստ կան այդ բառի հետևից ձեր Ինչ սիրախավորում են, հələ որ չեն բռնում տանեն, բայց այդ պիտակային վրա կցրել են Ռուսաստանից փող ստացող, Ռուսաստանից ֆինանսավորող, ռուսական գործակալ։ Այսինքն թիրախավորում են։ Այսինքն ստալինյան, բոլշևիկյան ոճով բոլոր ընդդիմախոսներին տալիս են ինչ-որ մեկ պիտակ։ Մեկը ռուսական գործակալ է, մյուսը նախկինը, մյուսը քոչարյանական է, չգիտեմ, ինչ-որ պիտակներ են հորինել բոլոր մարդկանց թիրախավորում են։ Մեկին բռնում են, մյուսին, չգիտեմ, փորձում են վարկաբեկել, ոնց որ իշխանությունը իր ոճի մեջ է եւ անելու ամեն ինչ, որպես 2026 թվականին վերարտադրվել պետք է եկացիա նյարդեր դիմանալու համար եւ պետքա պայքարել։ Ես կողմնակից չեմ հանձնվելու, մտածել դե լավ, հիմա Նիկոլ Փաշինյանը վերարտադրվելու է, բայց ինչ անենք, որ չվերարտադրվի։ Եթե պետք է այդպես հարմարվենք ապրենք, ավելի լավ է իմաստ չկա ուրեմն։ Ինչ անենք։ Այդ հարցը ինչ անենք, ոնց պայքարենք։ Գիտեք, ես այդ Չեմ ակնկալում է պարզ բանաձևեր, որ ասես A գումարած B ստացվեց պայքար։ Նախ ես այդ ոճը մեր մտածող շրջանակների բանը չեմ կարող էլ ընկալեմ, որ իրենց համար ինչ-որ հարմար բարձիկներ են հորինել, ասում են դե լավ, Նիկոլ Փաշինյանը վերարտադրվել է, չպետք է թույլ տալ, որ այս կոնֆորմիստական բանի մեջ ամփոփվենք ու դուրս չգանք։ Նախ պետք է հասկանալ ինչա կատարվում։ Բազմաթիվ տրիգերներ կան։ Ինչու փողոց չի գեներացվում։ Փողոց։ Հա։ Դե միգուցե կգեներացվի։ Չգիտեմ, կարող է պահը չի եկել։ Երբ պիտի գա։ Կամ կարող է եւ երբեք չգա եւ Նիկոլ Փաշինյանը վերարտադրվի։ Ամեն ինչ կարող լինի, մեզնից է կախված, սիրելի Լիլիթ։ Մեր երկրի մտածող շրջանակներից է կախված, որովհետեւ երբ ես ասում եմ, որ ժողովուրդը իշխանությունը ապրում են մեկ օրվա կտրվածքով, նկատի չունեմ, որ գեներացված ինֆորմացիան հաջորդ օրը մահանում է։ Չէ, փոխվում է, մարդկանց մտածողությունը փոխվում է, մարդկանց աշխարհայացքը եւ դա մենք տեսնում ենք։ Շատ արժեքներ կազմաքանդված են այլևս եւ դա շատ վտանգավոր եւ մենք փաստորեն բարոյական արժեքային տեսանկյունից դառնում ենք զինաթափված հանրություն արտաքին աշխարհի մարտահրավերներին անպաշտպան։ Զինաթափված ասացիք, հիշեցի, ասում եք մեզ զինաթափել են Ադրբեջանի եւ Թուրքիայի արչեւ, բայց այդ զինաթափվելը այս իշխանությունը ներկայացնում է իբրև ձեռքբերում եւ խաղաղության միակ հնարավորություն։ Եվ երբ ասում են, չէ, զինաթափվել չի կարելի, չզինաթափվելն է նշանակում են ռևանշիզմի ձգտում։ Ու այս ծառահեղական մոտեցումների մեջ մեծամասնության ընկալումները բթանում են, ընդհանրապես ինքնապաշտպանությունը միանում ու արգելակում է որևէ այլընտրանքի մասին։ Վերանալ բացում ես, ասում են պատերազմ ես ուզում։ Դու ինչ ես ուզում, Կարպիս։ Ես ուզում եմ, որպեսզի Հայաստանը լինի անվտանգ եւ լինի պաշտպանված։ Ուզում եմ, որ մարդկանց մտածողության մեջ չհաղթեն անբարոյական, նենգ եւ պիղծ հերձվածող գաղափարները։ Ես ուզում եմ, որպեսզի պաշտպանվեն արցախցիների իրավունքները։ Հանուն այդ ցանկությունների հետ ինչ գին ես պատրաստ վճարել։ Ուզում եք ինձ զոհաբերեք, անպայման։ Ինչ որ մեկին պետքա զոհաբերել, թե չէ։ Գիտեք, ունեք ես պատրաստ եմ եւ արդեն ապացուցել եմ շատ գաղափարական կոմպրոմիսների գնալ եւ գնացել եմ։ Ունեք 2019 թվականից սկսած ես համարյա ընդդիմությանը չեմ քննադատում։
Այն ընդդիմությունը, որ իրեն բան կատաղի պայքար է մղել։ Հիստերիկ պայքար է մղել, եւ այդ ընդդիմությունը աշխատում չթիրախավորեմ, փորձում եմ հասկանալ ինչ կարող են անել, ակնկալիք ունեմ, որ դրանց միջից որակը կարող է ծնվել։ Ես կողմնակից եմ կոնսոլիդացիայի համընդհանուր եւ պատրաստ եմ դրան աջակցել։ Այդքանը։ Հերիք չի։ Էլ ինչ անեմ։ Հերիք չի։ Չէ, հանրությունը այլ սպասումներ ունի։ Ինձ լավ որևէ շարժում ինձ լավ պրոպագանդիստ կարող է ունենալ։ Պրոպագանդիստ վատ բառ չի, հայերեն որպես մի ընկալեք։ Չէ։ Դա իմ Դա գործը է։ աշխատանք է, այո։ Թող փողոցային շարժում լինի, դուրս կգան փողոց։ Այդ գործից էլ եմ լավ հասկանում։ Այսինքն Փորձ ունեք։ հա, եւ մեծ փորձ ունեմ։ 10 տարվա պետությունը ապակայունացնելու փորձ ունեմ։ Եվ հենց որ Բայց փաստորեն կայունացնելու փորձերը չի ստացվում դեռ։ հենց այդ է խնդիրը։ Ես չեմ ուզում ենք նորից անցնենք նույն ճանապարհով եւ նորից կանգնենք նույն կոտրած տաշտակի առաջ։ Եվ այդ հեղափոխականությունը պետք է կանգնեցնել։ Հիմա այդ հեղափոխությունը իրականում ընթացքի մեջ է եւ շատ մարդիկ չունենալով հասարակագիտական գիտելիքներ, բան հեղափոխությունը միշտ օգտագործվում է որպես դրական եզրույթ։ Բայց ինքը բացասական եզրույթ է։ Ես նույնիսկ 2018 թվականին եմ դրա մասին գրել։ Հեղափոխությունը լինում է այն ժամանակ, երբ որ համակարգը խցանվում է, այլևս ի վիճակի չի լինում ինքնամաքրվել, բարեփոխվել եւ համակարգը տրակում է։ Եվ հիմա արդեն 7 տարի է մեր համակարգը այդ պայթեցման գործընթացի մեջ է։ Հիմա դե ժամանակները փոխվել են 21-րդ դարում այլևս դժվար է հասարակարգ փոխել։ Չէ՞, մենք մեր հին դասագրքերով պատկերացնում ենք, որ հեղափոխությունը պետք է հասարակարգ փոխվի։ Անցում կատարենք պլանային տնտեսությանը, չէ։ Սա մտածողության արժեքների փոփոխությունը հեղափոխականություն չի։ Դասագրքերի փոփոխությունը, Արցախի նկատմամբ վերաբերմունքը։ 21-րդ դարում փաստորեն այս իշխանությունը հաջողվեց ցեղասպանության նկատմամբ վերաբերմունքը։ Այս ամենը հեղափոխություն չի, բայց բուսանից ավելի ինչ հեղափոխություն։ Եվ հեղափոխությունը լավ բան չի։ Կարծես, բայց շատեր ասում են, ովքեր նաև դրան մասնակցել են։ Ասում են, որ Փաշինյանին հեռացնելու միակ տարբերակը այն ճանապարհն է, որով ինքը եկել է իշխանության։ Եթե անունը դնենք հեղափոխություն, ուրեմն հեղափոխություն։ Քաղաքականությունը հնարավորինի արվեստն է։ Ես զինված ապստամբության կողմնակից չեմ, իշխանության ուզուրպացիայի կողմնակից չեմ, չգիտեմ, հակաժողովրդավարական գործողությունների կողմնակից չեմ, ամեն ինչ պետք է ժողովրդավարական ճանապարհ ունենա։ Նիկոլ Փաշինյանի արածը հեղաշրջում չէր։ Դատաների շրջապակումը հեղաշրջում չէր։ Եվ վերջում, եթե նկատել եք, այն օրը, երբ հանրայնացվեց, որ Բաքվում մեղադրողները պահանջում են ծմա ազատազրկում Դավիթ Մանուկյանի, Դավիթ Իշխանյանի, Լևոն Մնացականյանի, Արայիկ Հարությունյանի, Դավիթ Բաբայանի համար եւ 20 տարի ազատազրկում համապատասխանաբար մյուսների եւ նաեւ կար 16 տարի։ Այդ պահից սկսած այդ հարցը 1-2 ժամ էլ չքննարկվեց։ Լավ կամ վատ այդ մարդիկ մեր ռազմաքաղաքական էլիտան են եղել, լավ կամ վատ ներդրում են ունեցել։ Ու հիմա տպավորությունը, որ բոլորը թե այս իշխանությունը, թե ընդդիմադիր համարվող էլիտաները, թե հանրությունը այդ մարդկանցից ուղղակի հրաժարվել են։ Եվ պատկերացրեք, սա ինչ ցավոտ ցուցիչ է բոլոր նրանց համար, ովքեր պայքարում են, որտեղ մի օր պատկերացնում են, որ եթե այդ մարդկանց են այսպես մոռանում ու հանձնում, շարքային քաղաքացիներին ինչ կանեն։ Ես վերջերս ինչ եմ մտածում, որ սա իմաստ չկա, որ Նիկոլ Փաշինյանի օրոք իրանք վերադառնան։ Որտեղ այնտեղ հալածվելուց, այնտեղ կտանքների ենթարկվելուց հետո գալու են այստեղ հալածվեն եւ կտանքների ենթարկվեն։ Եվ լավ կլինի, որ իշխանապողությունից հետո
իրանք վերադառնում դաժան բան եմ ասում, եւ իսկապես իշխանությունը հասել է նրան, որ լայն զանգվածները այլևս մոռացել են նրանց մասին, այլևս իրենցը չեն համարում, եւ թեման դուրս է եկել օրակարգից, եւ նորից մեր խնդիրն է, օրինակ ես իմ կողմից ամեն ինչ անում եմ, որ այդ թեման գոնե իմ միկրո միջավայրում չմոռացվի եւ անդադ այդ թեման ես ուշադրության կենտրոնում եմ պահում, որ այնտեղ Բաքվում դատվում է Հայաստանի Հանրապետությունը, դատվում ենք մենք բոլորս։ Մեր իրավունքները։ Հա, մեր իրավունքները եւ թող որևէ մեկը չմտածի, թե դա այդ ամեն ինչը իրեն չի վերաբերվում։ Այսքանն է այս մասով, իհարկե շատ ամոթալի թեմա է, էլի, իսկապես շատ նվաստացուցիչ թեմա է, հատկապես այն փոքրիկ կադրը ես տեսա, երբ որ Բաքվում գերեվարված Լևոն Մնացականյանը արդեն ծերացած, մազերը սպիտակած, տանջված, նայում է ինքն իր լուսանկարին, այդ լուսանկարում շատ ավելի երիտասարդ, ուժեղ, հաղթանակած, հպարտ, պաշտպանական բանակի գեներալ, դա բանը մեր ողբերգությունն է, մեր ամոթն է եւ մենք առնվազն անբարոյական կկոչվենք, եթե մոռացության մատնենք նրանց, չհիշենք եւ քայլեր չձեռնարկենք իդ վերադառնալու համար, որովհետեւ այնտեղ իրենք չեն դատվում, այնտեղ մենք ենք դատվում մեր մտածողության համար, մեր արժեքների, ազգային արժեքների համար եւ մեր պայքարի համար։ Եթե օրինակ այնից մեկը ընդհանրենք բանը կոռումպացված է, չէ՞, հիմա այդպես ասում են, բան թալանչիները, բայց իրանք Բաքվում կոռումպացված լինելու համար չեն հայտնվել։ Ազգային պատկանելիության։ Հայ լինելու, հայկական շահերը պաշտպանելու, հանուն Արցախի պայքարելու համար են հայտնվել այնտեղ եւ այդ հիմար խոսակցությունները, որ թալանչի են, բան այդ Ղարաբաղցիները եւ այլն, ես զզվանք եմ ուղղակի ապրում այդ խոսակցություններից։ Կարպիս եւ վերջում այս հարցը ուղեմ, վերջերս լավ տենդենց է, ես դա լավ տենդենց եմ համարում, ավելի ու ավելի շատ մարդկանց ակտիվ քաղաքականությամբ զբաղվելու, հայտ ներկայացնելու փորձեր ենք, օրինակներ ենք մենք տեսնում, ընդհանրապես մեդիա ոլորտից ակտիվ քաղաքականություն անցնելու ավանդույթ կա ոչ միայն Հայաստանում։ 2026-ին կարող է ձեզ տեսնենք այլ կարգավիճակ։ Ինձ անդադ ուզում են ներկայացնել, բայց ես չեմ ուզում։ Եվ եթե տեսնեք իմ կամքին հակառակ կլինի, բայց միգուցե չեմ բացառում, բայց գիտեք քաղաքական հաջողության համար պարտադիր չի, որ բոլորը հայտնվեն ընտրացուցակներում։ Ես կարծում եմ, որ այս պայծրությամբ իմ կարգավիճակով ավելի շատ օգուտ եմ տալիս, քան շատ կայսում շալվարով քաղաքական գործիչներ եւ վստահ եմ դուք էլ առավել եւս։ Հենց որ չենք բացառում։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։